Ոստիկանության աշխատակիցները կրկին եկել էին Վարդգես Գասպարիի տուն, նրան բերման ենթարկելու համար։ Չեմ ենթարկում ձեզ, դուք կարող եք հարկադրանքի կիրառմամբ տանել։ Գասպարին հրաժարվում է վեր կենալ, ոստիկանները նրան ոտքերից և ձեռքերից բռնած տանում են դեպի ոստիկանական մեքենան։ Վարդգես Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության երկու ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու մեջ։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի բակում էլ Գասպարին չի իջնում ոստիկանական մեքենայից, նրան դատարանի շենք են մտցնում ոստիկանները։ Դատարանի միջանցքում Գասպարին մոտ 15 րոպե մնում է պառկած։ Նիստերի դահլիճում էլ չի արձագանքում դատավոր Նելի Բաղդասարյանի խոսքերին, պատշաճ դիրք զբաղեցնել նիստերի դահլիճում, սակայն դատական նիստը հետաձգվեց ոչ նրա այս դիրքի պատճառով։ Չէր ներկայացել հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը։ 20 րոպեանոց ընդմիջումից հետո պարզվեց, որ հանրային պաշտպանի գրասենյակը դադարեցնում է իրավաբանական օգնություն ցուցաբերել Գասպարիին։ Դատավորը հետաձգեց դատական նիստը մինչև փետրվարի 2-ը, որպեսզի գործով ներգրավի նոր հանրային պաշտպան։ Ի դեպ, նիստից հետո էլ դատական կարգադրիչները Գասպարիի ձեռքերից և ոտքերից բռնած դուրս հանեցին դահլիճից։ Դուք իմ տերը չեք, ոնց բերել եք, այնպես էլ տարեք։ Քաշտալով եք բերել, քաշտալով էլ պարտավոր եք դուրս բերել։ Գասպարին հայտարարում է, որ հաջորդ դատական նիստին կրկին չի ներկայանալու։